Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 Երևանն է խոսում, հանրային ռադիոյում ուղիղ եթերի ժամ է, սիրով ասում ենք բարի լույս բոլորին։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք ձեզ եւ մաղթում վաղ առավոտից հաճելի տրամադրություն ու թող որևէ խնդիր չխանգարի, որպեսզի դուք միշտ ժպտաք։ 26 հունիսի օրը 5-շաբթի, մենք սկսում ենք Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը հանրայինի ուղիղ եթերում։ Իսկ մենք ձեր խոնարհ ծառաներն ենք Լուսինե Մուրադյան։ Միացեք մեզ։ Սուրճ ու սեր առավոտից։ Այսպիսի խանդավառ տրամադրություն վաղ առավոտից հանրային ռադիոյի հետ։ Ես կասեի մի քիչ խենթ տրամադրություն, հուսանք կարողացանք փոխանցել ձեզ հարգելի ռադիո լսողներ։ Շատ կարևոր է օրվա սկիզբը նաև ոչ միայն ճիշտ ծննդակարգի առումով, այլև թե ինչպես կսկսես, ինչ մարդկանց հետ կսկսես, որքան ջերմ կլինի այն, այդպես էլ կշարունակվի ամբողջ օրը։ Եվ ինչ տեղեկատվություն կլսես, իհարկե այս խոսքերը չեն վերաբերում այն անհրաժեշտ տեղեկատվությանը, որ մենք ամեն առավոտ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությունը։ Եվ այսպես սկսենք ճանապարհներից, դե գիտեք, որ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար եւ շարունակում է միակողմանի երթևեկելի լինել մարդադար տրանսպորտային միջոցների համար, նաեւ չենք մոռանում, որ Ստեփանձմինդալարց ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գնանք եղանակային աշխարհ, 22 աստիճան տաքություն է այս պահին մայրաքաղաք Երևանում։ Եվ այսօր վաղը սպասվում է առանց ստեղումների եղանակ հարգելի ռադիո լսողներ, իսկ հունիսի 28-ից 30-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ ցավոք կարկուտ։ Տեղեկատվությունը վերաբերում է հանրապետության շրջաններին, մարզերին, իսկ Երևանում եւս այսօր հունիսի 25-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Հունիսի 26-ին, այսօր 26-ն է։ Այսօր ես մեկ օր ուշացա Ոչինչ, այդպես էլ է լինում։ Առանց տեղումների եղանակ է, 26-ին է, այսօր էլ վաղն էլ մի խոսքով Ժորժ ջան։ Իսկ օդի ջերմաստիճանը կասես այսօրվա տաք է շատ լինելու։ Այս պահին ես արդեն ասացի 22 աստիճան է, մինչև 30 աստիճան կբարձրանա։ Դե շատ լավ է, այսինքն մենք կարողանում ենք զգալ ամառվա շունչը։ Դե ամռանը պիտի շոկ լինի, Տիգրան ջան, ձմռանը մի քիչ սառը պիտի լինի, ոչ շատ ցուրտ, ամառն էլ պիտի շոկ լինի, չէ՞։ Բնականաբար։ Ամեն եղանակն իր հետաքրքրություններն ունի։ Անդրադառնանք
Կենտրոնական բանկի ներկայացրած տարադրամի փոխարժեքի կուրսին ամերիկյան $1 արժի 385 դրամ 29 լումա, եվրոն 447.17 է, ռուսական ռուբլին 4.9, վրացական լարին 141.47։ Սա էլ իմացանք, հասկանանք առհասարակ ինչ օր է այսօր, ինչ մեջ կա օրացույցում։ Մոռացանք, Տիգրան ջան, հետո ինչ որ մենք լավ գալիս ենք աշխատանքի առանց որևէ խոչընդոտի։ Դու ոնց որ իմ փոխավուսով վարորդ լինես, գիտես։ Վարորդները մոռացել են խցանորի մասին։ Որտեղ չկա, բայց ես ուրախանում եմ, ուզում եմ փաստենք դա, որ վերջապես այդպիսի խցաններ չկան։ Դու հասար քո նպատակին։ Այսօր մենք բինգո ենք խփում։ Ես հիմա ծափարություններ կհնչեցնեմ։ Չասես չկա ընդհանրապես։ Ծափարում ենք այս պահին 4 բալ է մայրաքաղաքում։ Անհավատալի 4 բալ։ Դու պատկերացնում ես նման բան չէր եղել մեր պատմության մեջ ավարտման։ 4 բալ ես երբևիցե չեմ ասել։ Լուրջ ես ասում։ 4 բալը Ժորժ ջան, հանգիստ քշեք։ Հանգիստ մեքենա, բայց դա չի նշանակում, որ ձեր հանգստությամբ պիտի դուք խցանումներ առաջացնեք։ Սա էլ է շատ կարևոր։ Հենց էս, ոչինչ չկա։ Հետիոտներին էլ հորդոր եւ խնդրանք, ուշադրություն դարձրեք վարորդներին, ոչ միայն մտածեք, որ ճանապարհը ձերն է եւ պիտի ոնց ուզեք ճեմելով գնաք, այլ մտածեք, որ ձեզ զիջում է վարորդը, որպեսզի դուք մի քիչ արագ գնաք, որպեսզի նա չուշանա։ Հետիոտն եւ վարորդ։ Հունիսի 26-ը կմտնի պատմության մեջ առավոտյան այս ժամին մենք ճունենք գրեթե խցանում 4 բալը, դա ոչինչ է կարելի ասել։ Այո, այդպես էլ կարող ենք ասել։ Հրաշալի է ուղղակի, չէ՞։ Ես ցնցված եմ ուղղակի։ Հիացած ես ուղղակի։ Ինձ թվում է դու վայելելու ես այսօր ճանապարհներ, այս երթևը։ Դե օրվա ընթացքում չգիտեմ, բայց խոսքը վերաբերում է այս ժամի մասին, երբ մենք մշտապես հենց այս հատվածում ներկայացնում ենք մայրաքաղաքային խցանումները։ Քիչ անց կբացենք նաև օրվա օրացույցը։ Ներկայացնելուց էլ հասկանում ենք, թե որ գրեթե փողոց չկա, որ խցանված չլինի։ Այսօր դրա կարիքն չկա։ That's when I nearly said it, but then said forget it and froze. Do you remember? You probably don't. 'Cause the sparks in the sky took a hold of your eyes while we spoke. Yesterday, drank way too much and stayed up too late. Started to write what I wanna say. Deleted the message, but I still remember it said, I wish I was who you dropped texted at midnight. Wish I was the reason you stay up till 3 and you can't fall asleep, waiting for me to reply. I wish I was more than just someone you walk by. Wish I wasn't scared to be honest and open, instead of just hoping you feel what I'm feeling inside. April the 7th, and nothing has changed. It's hard to get by when you're still on my mind every day. Sometimes I question if you feel the same. Do we make stupid jokes trying to hide that we're both too afraid to say? I wish I was who you dropped texted at midnight. Wish I was the reason you stay up till 3 and you can't fall asleep, waiting for me to reply. I wish I was more than just someone you walk by. Wish I wasn't scared to be honest and open, instead of just hoping you feel what I'm feeling inside. Oh, and here we go again, destroy myself to keep a friend. Hide it away, 'cause I was afraid to say no. I wonder if I cross your mind half as much as you do. Mind if I tell you the truth? What will I lose? I don't know. I wish I sent you that drunk text at midnight. I was just scared it would ruin our friendship, but I really meant it. I wonder how you would reply. Սուրճ ու սեր առավոտից։ 9:40 րոպե դուք շարունակում եք ամառային առավոտ անցկացնել հանրային ռադիոյի հետ։
Այո, եւ բարձր տրամադրություն ենք փորձում փոխանցել ձեզ։ Սուրճը սերը ձեզնից եւ մեզնից, միմյանց ասում ենք բարի լույս, ջերմություն փոխանցում հարգելի ռադիոլսողներ եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում on-line հարթակում ակտիվ լինելու համար, ովքեր դեռ չգիտեն, տեղեկացնենք, որ մուտք եք գործում Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ, հետևում նաեւ live-ին, ոչ միայն դիտում, ոչ միայն լսում, այլև դիտում եք եւ չեք մոռանում նաեւ ձեր ջերմ խոսքերն ուղարկել։ Վարդուշ Մաթեոսյանն ասում է բարի լույս, ուրախ ժպիտներով, սիրով ու ջերմությամբ լի օր բոլորիս, խաղաղ ու անփորձանք օր հայրենիքի պաշտպաններին ու Հայաստան աշխարհին։ Այո։ Ամառը իր ընթացքի մեջ է, ոմանք մեկնում են արդեն, ոմանք վերադառնում են, ոմանք գնում են իրենց ընկերներին դիմավորելու կամ, չգիտեմ, մեկնելու, այնպես որ ճիշտ ժամանակն է, որպեսզի մենք նաև անդրադառնանք Զվարթնոց միջազգային օդանավակայանի կայքին եւ տեսնենք թե ինչ փոփոխություններ կան այսօրվա չվացուցակներում։ Եվ այսպես հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ թարմացում անենք, ժամանումը հասկանանք, տեղեկացնենք, որ Դուբայից թռչող ինքնաթիռը ուշացում է ժամանողը 11:25-ի փոխարեն։ Մի քիչ կուշանում։ Այստեղ կլինի 11:46-ին, կարծում եմ դա նորմալ է։ Եվս մեկ ուշացում ունենք։ Միներալնի ոդի ժամանման ինքնաթիռը 11:25-ի փոխարեն ժամանի 11:45-ին, փաստորեն գրեթե նույն ժամին են, այսպես ասած, ժամանելու ուշացումները։ Եվ նաև մի փոքր ավելի ուշ եւս մեկ ուշացող օդանավ ունենք։ Մոսկվայից եկող օդանավը 14:10-ի փոխարեն վայրեջք կկատարի ժամը 15-ին։ Մյուս օդանավերը ժամանակին են հասնելու տեղ, այնպես որ չուշանակ գնացեք ձեր հարազատներին դիմավորելու։ Ինչ վիճակ է մեկնումների չվացուցակում, կարծես թե ամեն ինչ տեղատեղին է, բացի այ Մոսկվա մեկնող օդանավը բնականաբար եւս մի փոքր ուշացումով կթռնի 15:10-ի փոխարեն 16:10-ին կթռնի Մոսկվա։ Նաեւ տեղեկացնենք, որ մինչեւ հունիսի 30-ը վիզերը դեպի Արաբական Էմիրություններ իր թռիչքները, այսպես ասած, կանգնեցրել է եւ չեղարկել է եւ 30-ից հետո նոր կսկսվի այսպես ասած կվերականգնվեն այդ չվերակները։ Փառք Աստծո, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, եւ նաեւ այն մարդիկ, ովքեր Աբու Դաբիում են կամ Դուբայում են եւ պիտի վիզերով հետ վերադառնան։ Քիչ ավել կհանգստանան։ Ու ոչ իրենց հաշվին, որովհետեւ վիզերը հյուրանոցով ապահովել է, այդ խնդիրն է լուծված կարծես թե։ Բացենք օրվա օրացույցը հունիսի 26-ն է, օրը 5 շաբթի, տարվա 177-րդ օրն է, դեպքերից, օրինակ հետաքրքիր դեպք կինոյի աշխարհի։ Այո, 1925 թվականի հենց այսօր ներկայացել Չարլի Չապլինի Ոսկու ֆիլմի պրեմիերան։ Պարզվում է, որ հենց այսօրն է ստորագրվել ՄԱԿ-ի միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը 1945 թվականին։ Իսկ եթե տեղափոխվենք 1974 թվական, ապա հենց այսօրն է Երևանում տեղի ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը։ Ունենք նաև օրվա հոբելյարներ։ Դե ասա։ Ես նաև կնշեմ այն շտիլի երկչու ծննդյան օրն այսօր Արիանա Գրանդեն է ծնվել այսօր 1993-ին։ Տակավին երիտասարդ աղջիկներ։ Այո։ Թեպետ արդեն երիտասարդ չէ, լավ, մեզ համար էինք երիտասարդ, այո։ Եթե այսպես թերթենք պատմության էջերը փորձենք հասկանալ այլ ովքեր են ծնվել, ապա 1861 թվականի այսօրն է ծնվել հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրաբը։ Մարզաշխարհից ունենք ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է ծնվել այսօր 1981-ին։ Եվ սրտանց ուզում ենք շնորհավորել մեր շատ սիրելի երգչուհիներից մեկին, ծննդյան տոնի առիթով, սիրելի շատ հարգելի Ալա Լևոնյան, շնորհավորում ենք ձեզ ծննդյան տոնի առիթով, չենք նշի որ թվականի այսօրն է ծնվել։ Ալային, այո, դա բազմիցս եղել է մեր եթերներում եւ որպես լավ մարդ դրական պոզիտիվ։ Ժպիտը միշտ դեմքին եւ ամենակարևորը, որ ժամանակին մեր երգարվեստը հալստացրեց եւ նոր գույն ու ոճ բերեց մեր, այսպես ասած, երգարվեստի աշխարհ։ Ալայի կատարումներից եւս կլսենք այսօրվա ընթացքում։ Նաև նշենք, որ Արտեմի Այվազյանի ծննդյան այսօր հայճանաչված երգահան, այո, կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ծննդյան այսօր ծննդառատ է, այդպես կարող ենք ասել, հրաշալի է եւ իհարկե շնորհավոր ենք բոլոր նրանց ում ծննդյան տարեդարձն է այսօր։ Եվ լսենք Արիանա Գրանդեի կատարումներից հենց հիմա։ I didn't think you'd understand me. How could you ever even try? I don't wanna tiptoe, but I don't wanna hide, but I don't wanna feed
this monstrous fire. Just wanna let this story die, and I'll be alright. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. Me and my truth, we sit in silence. Baby girl, it's just me and you. 'Cause I don't wanna argue, but I don't wanna bite my tongue. Yeah, I think I'd rather die. You got me misunderstood, but at least I look this good. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love. Know that you made me. I don't like how you paint me, yet I'm still here hanging. Know what you made me. It's something like a daydream, but I feel so seen in the night. So for now, it's only me, and maybe that's all I need. We can't be friends, but I'd like to just pretend. You cling to your papers and pens. Wait until you like me again. Wait for your love, my love. I'll wait for your love. I'll wait for your love, my love. I'll wait for your love. Սուրճ ու սեր առավոտից։ 9:48 րոպե շարունակում ենք միասին վայելել ամառային առավոտը։ Բարի լույս եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ, եւս մեկ անգամ մեր ջերմ ողջույններն ենք ուղարկում ձեզ։ Շնորհակալ ենք on-line հարթակում ձմերուկ նույնիսկ պաղպաղակ, ծաղիկներ, սուրճ։ Շնորհակալ ձեզ էլ ուղարկում ենք սրտիկ։ Դուք տեսնում եք եթերում։ Հիմա այսպես է, վիրտուալ է։ Այ, դե էդ ունենք։ Հիմա ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս էմոցիաներ, հույզեր փոխանցել նաև այս տարբերակներով։ Իսկ դու պատկերացրու, բացվում է տաղավարի դուռը եւ մուտք է գործում այսպես մեր գեղեցկույներից մեկը կամ ռադիոլսողներից մեկը ձերքին մի մեծ ափսե, որի մեջ սառը կարմիր հյութեր ձմերուկ։ Հիմա դու ինչ ակնարկներ ես անում, ով բերի։ Ուղղակի։ Դու պատկերացրեցիր այդ պահը, պատկերացրեցիր, չէ՞։ Վերջ, դուրը փակվեց, գնացինք շարունակել։ Եվ իրականություն ենք վերադառնում ենք, բոլորը ժպտում են։ Ահա, ինչու մենք ձմերուկի օր չհայտարարենք եթերում։ Արի մի օր հայտարարենք, բայց մենք ձմերուկով պիտի գանք եթեր միանշանակ։ Որտեղ է ձմերուկ, ասա։ Ինչ է ասում։ Չգիտեմ, մի խոսքով կարող ես գրել Լուսինե ջան, մենք կընթերցենք քո գրառումները։ Ինչի մասին ենք խոսելու այսօր ռադիոլսողների հետ 55:3702։ Բայց ժամանակակից տեխնոլոգիաները եւ այսպես ժամանակի շունչը հնարավորություն է տալիս մարդուն, չէ, ձեռք բերել մի քանի մասնագիտություն, ունենալ տարբեր հմտություններ եւ ի վերջո այսօր եթե դիտարկում ենք այդ հանգամանքը, ապա շահավետ է այն մարդը, որ ունի տարբեր հմտություններ, չէ։ Արի հարցնենք ռադիոլսողներին, թող մեզ գրեն, զանգահարեն 55:3702 եւ ասեն, եթե լինեիք ազատ, չզբաղվեիք ձեր գործով,
Ինչով կզբաղվեք։ Ինչ այլ մասնագիտություն կընտրեիք, հարցը այդպես ձևակերպել։ Եվ մասնագիտության տեսանկյունից եւ պարզապես, եթե ես իմ աշխատանքի չլինեի, ինչ կանեի, ինչով կզբաղվեի։ Ծովի ափին կոկտեյլներ Դու ծովի կվայելեի ծովի ալիքներն ու իհարկե հերթական արևայրուքը կստանայի։ Իսկ ես կնստեի մեքենան եւ կգնայի բնության գիրք։ Դե տեսնում ես, տարբեր են մարդկանց երազանքները։ Զանգարեք եւ պատմեք, երազեք մեզ հետ միասին։ Նաեւ հետաքրքիր է, թե այլ մասնագիտության հնարավորությունն ունենայիք ինչ կընտրեիք։ Այ եթե չլինեինք, օրինակ ռադիո հաղորդավար, ինչով կզբաղվեինք։ Դե մենք զբաղվում ենք, ճիշտ ասած, բայց արի չխոսենք այդ մասին եթերում։ Չէ՞, այդպես չի։ Մենք այլ մասնագիտություններ ու հմտություններ էլ ունենք, որոնցով զբաղվում ենք եթերից այն կողմ։ Չէ, հմտություններ չէ, պարզապես ինչ մասնագիտություն կընտրեիր։ Ընտրել եմ։ Ընտրել ես։ Հա, ունեմ մի քանի մասնագիտություն, բայց արի իմ մասին չխոսենք եթերում։ Ոնց ասես։ Եվ քանի որ այսօր Ալա Լևոնյանի ծննդյան տարեդարձն է, Արի մենք խոստացել լսենք էինք նրա հին ռեմիքսներից մեկը։ Գնացինք։
Սուրճ ու սեր առավոտից։ Կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են լսել հանրայինի առաջին ալիքը եւ այսօր մենք խոսում ենք բոլորիս մասին, եթե չունենանք այս աշխատանքը կամ լինենք պարզապես պարապ-սարապ, ազատ այսպես ինչով կզբաղվենք։ Օրինակ, ինչ կպատասխանենք այդ հարցին, մեր հարգելի ադմինիստրատոր Լուսինե Նորեկյանն ասում է առաջ մի ինքեք եւ ձմերուկի օր մի հայտարարեք, որովհետեւ այդպիսի օր կա օգոստոսի սկզբին է, այնպես որ դա կանենք օգոստոսին։ Ձմերուկներով կգանք երբ։ Լավ է։ Ողջունենք մեր գործընկեր Արմինե Գևորգյանին, Արմինեն այս առավոտվանից շատ այսպես վաղ առավոտից շատ առույգ է դատելով իր լուրերից ներկայացած, շատ հետաքրքիր գրավիչ լուրերից։ Ժպիտ է առաջացնում։ Եկել է տաղավար, բարի լույս։ Մի խափնվեք։ Արմինե, եթե չլիներ լրագրող, ինչով կզբաղվեիր։ Եթե չլինեի լրագրող, կլինեի երգչուհի, այո, երգչուհի եւ դերասանուհի։ Իսկ եթե այս առավոտ լինեիր ազատ, պարզապես տանը, ինչով կզբաղվեիր։ Ինչ կանեիր։ Ունենայիր լի հնարավորություններ։ Ման կգայի, կքայլեի, կզբոսնեի, շոքին։ Ես սիրում եմ զբոսնել, հետո լողավազան կգնա։ Հասկացար Արմինե ջան, եթերից հետո եթե ազատվես, կարելի է գնալ եւ այլել ամառային եղանակը։ Որովհետեւ մեզ շատ անհրաժեշտ է դրական էներգիա ստանալ, իսկ ջուրը հանում այդ բացասական էներգիան։ Ջուրը, արևը։ Բայց հասկանանք, ջակուզի բլբլտացող ջուր, թե ուղակի լողավազան։ Է դա կարող է բլբլտալ, բայց արևի տակ։ Եթե հնարավորություն ունենայի ծով կգնայի, բայց բայց դե հիմա։ Բայց դե նա բլբլտում։ Ունենք այն ինչ ունենք։ Ունենք բավարարվենք եղածով, այստեղ ջերմ ողջույններ են ուղարկում մեր ռադիոլսողները, Էդիկ Բաբուջյանը, Աննա Մելյանը, Վարդուհի Մարությանը, Վարդան Մինասյանը, ասում է բարի լույս, աշխատավոր հայ մարդ, բարի լույս։ Բացի ողջույններից խնդրում գրեք, եթե հիմա ազատ լինեիք ինչով կզբաղվեք եւ եթե ինչ մասնագիտություն կընտրեք, եթե որոշեք փոխել այն։ Օրինակ, մենք ճշտեցինք, թե պետք դա մեզ համար բացարձական ակնկալ չէր, որ Արմինեն կդառնար երգչուհի։ Դու ինձանից շուտ պատասխանեցիր, թե ես ինչ կդառնայի։ Թե մենք օրինակ ես Արմինեն փորձ ունեցել ենք Եվրատեսիլյան ինչ որ հետաքրքիր։ Մենք ունենք զանգ, հասցնենք լսել ռադիոլսողին, բարի լույս։ Դուք եթերում եք, բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Ով է մեզ միացել։ Լուսինեն, Տիգրանը, Արմինեն եւ բոլորը։ Լավ, Լուսյան։ Ուրեմն ես առաջի անգամ եմ խոսում։ Այո։ Գյումրիից եմ։ Հա, շատ հաճելի է։ Մի քանի անգամ զանգել եմ, չեմ կարողացել կապվել։ Այո։ Հիմա հաջողվեց։ Ուրեմն Լուսյան։ Ես նախասեմ, որ 100 տարի ես ձեր լսողներից եմ, 100 տարի։ Շատ հաճելի է։ Ես չեմ ծնվել, ռադիոն մեր տունն եղել է, Լեննագանում եմ ծնվել, ես Լեննագանցի եմ ավելի շատ, քան թե Գյումրեցի։ Հասկացանք։ Որովհետև Լեննագանը մեջից է, մինչև հիմի է Լեննագան։ Մենք ունենք մի քանի վայրկյան, որովհետև արդեն ավարտվում է ժամը, շատ արագ ինչով կզբաղվեք, եթե հիմա ազատ լինեիք։ Այո։ Խոչեմ խանգարեցի։ Արդեն ժամը 10-ը մենք պետք է ընդմիջվենք լուրերով, կարող եք զանգահարել լուրերից հետո։ Մենք կսպասենք ձեր զանգին, հիմա ծանոթանանք վերջին թարմ տեղեկություններին, այնուհետև նաև հնարավորության դեպքում կլսենք ձեզ։ Այո, Արմինեին բարի եթեր եք մաղթում, կհանդիպենք քիչ անց։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը 2 ամսով կալանավորելով Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Իրավապահները Տավուշի թեմի նախկին առաջնորդին մեղադրում են ահաբեկչության եւ իշխանության յուրացման հոդվածներով։ Քննչական կոմիտեն պնդում է, թե Գալստանյանի առաջնորդած սրբազան պայքարի շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի վաղ քննչական կոմիտեն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան տեղեկացնելով, որ հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում նախորդին տեղի է ունեցել Գերագույն հոգեվոր խորհրդի ժողով, որի արդյունքում խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ իր մտահոգ
ողջունությունն արտահայտելով Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ իր համախոհների նկատմամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների եւ նրանց մեղսագրվող ծանր մեղադրանքների կապակցությամբ։ Խորհուրդը դատապարտել է այս գործընթացը եկեղեցու հետ կապակցելու փորձերը, հորդորել պատկան մարմիններին ըստ ձևակերպման չտրվել քաղաքական շահարկումներին, առաջնորդվել Հայաստանի Սահմանադրության օրենքների պահանջներով, հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Քաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում վարչապետը կարևորել է, որ տեղի ունեցողը չդիտարկվի հակաեկեղեցական պայքար, իսկ մայրաթորից մտահոգվում են, որ այս ամենը կարող է վնասել եկեղեցուն։ Անդրադառնանք միջազգային լրահոսին, Իրանը մասամբ բացել է օդային տարածքը, թույլատրվել է միջազգային եւ ներքին չվերթներ իրականացնել հանրապետության արևելյան հատվածում։ Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ Վերջինս նշել է, որ չվերթներ ուղարկելու եւ ընդունելու թույլտվություն ստացած օդանավակայանների ցանկում ներառվել են այն օդանավակայանները, որոնք գտնվում են հենց արևելյան մասում։ Իսկ հարավային, հյուսիսային եւ արևմտյան քաղաքների օդանավակայաններում չվերթների մեկնման եւ ընդունման արգելքը պահպանվելու է մինչեւ հետագա ծանուցումը։ Ուկրաինան եւ Եվրոպայի խորհուրդը նախորդին ստորագրել են Ուկրաինայի դեմ ուղղված հանցավոր ագրեսիայի եւ արձագանքելու հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր։ Ինչպես ռադիոլուրին հաղորդել են Եվրոպայի խորհրդի մամուլի գրասենյակից, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը ստորագրել են հատուկ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր, ներառյալ հատուկ տրիբունալի կանոնադրությունը։ Երեկ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն, որը կազմված է 46 անդամ պետությունների ներկայացուցիչներից, լիազորել է գլխավոր քարտուղար Բերսեին ստորագրել համաձայնագիրը։ Այս պատմական ստորագրությունը մեզ հիշեցնում է, որ միջազգային իրավունքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ առանց բացառությունների եւ առանց կրկնակի ստանդարտների, ասել է գլխավոր քարտուղարը։ Սա տրիբունալ է, որ դատելու է ով է զոհ եւ ով է ագրեսոր, հստակեցնելու պատասխանատվության միջոցները, քանի որ առանց պատասխանատվության չի կարող լինել երկարատև խաղաղություն Ուկրաինայի եւ ամբողջ Եվրոպայի համար, ասված է հաղորդագրությունում։ Հագայում հանդիպել են Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին, բանակցությունները տևել են ավելի քան 40 րոպե։ Ուկրաինայի նախագահ բովանդակալից է որակել Սպիտակ տան ղեկավարի հետ զրույցը։ Քննարկել ենք ամենակարևոր հարցերը, գնահատում ենք խաղաղությանը նպաստելու Վաշինգտոնի պատրաստակամությունը, ասել է Զելենսկին։ Ավելի ուշ Թրամփը լրագրողների հետ մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ Զելենսկու հետ չի քննարկել հրադադարի հարցը։ Պարզապես ցանկանում է տեղեկանալ, ինչպես էր նա։ Նրա խոսքով Զելենսկին եւ Պուտինը ցանկանում է, որ պատերազմն ավարտի։ ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կզրուցի Ռուսաստանի նախագահի հետ։ Պետքարտուղարն էլ անդրադարձել է Մոսկվայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին։ Սպիտակ տան կարծիքով, եթե հակառուսական պատժամիջոցներ կիրառվեն, դա կնշանակի, որ Մոսկվայի հետ բանակցությունների պատուհանը ամենայն հավանականությամբ կփակվի, նշել է Մարկո Ռուբիոն, տեղեկացնելով, որ այդ հարցում գործակցում են կոնգրեսի հետ։ Եվ վերջում մեկ լուր, որը վերաբերվում է նաև Հայաստանին։ Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizz Air ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Աբու Դաբի Երևան չվերթները։ Տեղեկությունը հաղորդում են ԱՄԷ դեսպանությունից։ Աբու Դաբի օդանավակայանում եւ հյուրանոցներում գտնվող դեպի Երևան Wizz Air-ի չեղարկված թռիչքների ուղևորների Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով դեսպանության էլեկտրոնային հասցեին կարող եք ուղարկել անհատական տվյալները, անուն, ազգանուններ, կոնտակտային համար եւ հյուրանոցի անուն, ասված է հաղորդագրությունում։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում։ Խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Mama cried, little daughter, disappointed when she caught her sneaking out the window pane. End up at someone's party.
world make sense? Who to trust and who to brush aside? I think about him sometimes, all my friends who went on separate paths. Wish them all the best along the way. So I walk myself down memory lane. I still hold on to all the joy and the pain. So I sing a little louder, get carried away, and I thank myself for who I became. Wanna be the one to forget, be honest how I feel. Don't be too naive, but give second chances still. Push myself, but hold my hand. So I walk myself. So I walk myself down memory lane. I still hold on to all the joy and the pain. So I sing a little louder, get carried away, and I thank myself for who I became. Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե, դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը, շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը։ Եվ չենք մոռանում, այսօրվա մեր թեման բավականին հետաքրքիր թեմա է ու ակտուալ, որովհետև մենք գիտենք, որ տարատեսակ իրավիճակներից ելնելով մարդիկ փոխում են իրենց մասնագիտությունը, ձեռք են բերում երկրորդ, երրորդ, չորրորդ մասնագիտություն եւ առասարակ մեր օրերը պահանջում են, որպեսզի մարդ լինի ճկուն։ Եվ մենք ձեզ հարց էինք ուղղել, եթե այդ մասնագիտությամբ, ձեր ընտրած մասնագիտությամբ չզբաղվեիք, ինչ մասնագիտություն կընտրեիք, կամ եթե ունեք ազատ ժամանակ, ապա ինչով կցանկանայիք զբաղվել։ Հենց այս պահին, եթե ունեք ազատ ժամանակ, ինչով կզբաղվեք։ Ահա։ Ողջունեք մեր հյուրին, գործարար Արև Բալդարյանին, բարի լույս։ Բարի լույս։ Եվ շտապ ենք ասել, որ Արևը մասնագիտությամբ ինժեներ հիդրոտեխնիկ է։ Այո։ Բայց հիմա զբաղվում է բոլորովին այլ գործընթացով, հա։ Այո։ Համեղ ձեռներեցությամբ, այսպես ասենք։ Խաղցերն եք ավելացրել։ Անուշեղ է պատրաստում։ Նախ հասկանանք ինչ սկզբունքով ընտրվեց ինժեներ հիդրոտեխնիկ, այսպես որակավորումը։ Նախ ուզում եմ ողջունել մեր բոլոր ռադիո ունկնդիրներին եւ մաղթել սիրով եւ արևով լի առավոտ։ Ինչպես դուք եւ ձեր ժպիտը։ Այո։ Ինչպես ընտրեցի հիդրոտեխնիկի մասնագիտությունը, ինչպես ասում ենք այն մութ ու ցուրտ տարիներին, բարդ տարիներին, դժվար էր կարողանալ հաղթահարել այդ կրկնուսույցների պարապելը եւ դպրոցական գիտելիքներով ընդունվել որևէ համալսարան։ Իրականում իմ նախընտրությունը բանասիրական ուղղվածություններ եւ բժշկական երկու մասնագիտությունների մեջ էի այդ ժամանակ։ Այո, այդ ժամանակ երկու մասնագիտությունների մեջ էի տատանվում, բայց քան որ քուրիս արդեն բժշկական համալսարանում էր սովորում եւ ծնողներս բավականին բարդ փուլ էին անցնում ֆինանսական առումով, ինքս իմ մեջ ուղղակի որոշեցի, որ չեմ բարձրաձայնի թե ուզում եմ ես էլ այդ ճանապարհով գնալ եւ որոշեցի, որ կարելի է այլ տարբերակ ընտրել եւ զուտ իմ դպրոցական գիտելիքներով գերազանցությամբ եմ ավարտել դպրոցը, հասկացա ինչ որ առարկաներն եմ ավելի շատ սիրում եւ այդ առարկաները փորձեցի գնալ եւ հանձնել քննությունները համալսարանում։ Մեր տարիներին կար 4 հնարավորություն, այսինքն 4 համալսարան դիմել, առաջին հայտով դիմել էի Երևանի պետական համալսարան եւ երկրորդով դիմեցի այն ժամանակ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիա, ներկայիս Ագրարային համալսարանը եւ ընդամենը 1 բալով համալսարանում չբավարարեց բալերս եւ հայտնվեցի գյուղատնտեսական ակադեմիայում։ Համալսարանում երկրաբանական ֆակուլտետն էի դիմել, իսկ այնտեղ արդեն ճարտարագիտական ֆակուլտետ եւ այդպես հայտնվեցի
ինժեների ոլորտում, այսպես ասած, հիդրոտեխնիկ մասնագիտությամբ։ Աղջնակը եւ հիդրոտեխնիկա։ Իրականում հա շատ հետաքրքիր էր, դեռ չէի պատկերացնում ուր եմ հայտնվելու, բայց ինքս քանի որ համարում եմ եւ դա այդպես է ջուրը կենարար, կյանքի սկիզբ եւ ամեն ինչ, մտածում եմ, որ ինքը շատ հետաքրքիր մասնագիտություն կլինի, ինչու ոչ գնամ եւ հասկանամ որտեղից է այդ ամեն ինչը սկսվում։ Եվ ինչ եղավ։ Գտակ։ Երբ հայտնվեցի կուրսում, կուրսը շատ մեծ էր եւ ընդամենը 5 աղջիկ կար կուրսում։ Թվաց ասելու եք մեկ աղջիկ կար եւ այդ մեկը ես էի։ 5 աղջիկ էին եւ մեկը մեկից լավ աղջիկներ էին, իսկ տղաները իրականում մեկը մեկից հրաշալի տղաներ եւ շատ հետաքրքիր կուրս էր, ամբողջությամբ մեկս մեկին թևութիկունք լինելով, բավականին բարդ էր բնականաբար սովորել, իսկ հետաքրքիր էր այդ ոլորտը։ Շատ հետաքրքիր էր, շատ։ Մեկս մեկին օգնելով ամեն օր այդ բարդ տարիներին։ Ես հասկացա, ընկերությունն է ավելի շատ դեր խաղացել, քան այո, ընկերությունը օգնեց ավելի սիրել մասնագիտությունը, որտեղ են բարդությունները, որ կային կուրսային աշխատանքներ, բարդ գծագրեր, բարդ հաշվարկներ, եթե որևէ մեկս ինչ որ հարցում թերանում ենք, ապա ով դրանից ավելի ուժեղ էր, օգնում ենք։ Այսինքն դասից հետո մենք ամենքս չէինք գնում մեր տուն, այլ հավաքում ենք ընկերներից որևէ մեկի տանը, այդ թվում եւ մեր, եւ այսօր կապը կա դաս ընկերների։ Ու դուք քաղցրայիք պատրաստում։ Այն ժամանակ պարզապես ես միշտ եմ խոհանոցի հետ սեր ունեցել, բայց այն ժամանակ ուղղակի ընկերական հավաքվում էինք դասերից հետո, աղջիկներով պատրաստում էինք արագ որևէ ուտելու բան, այն ժամանակ չկային այդքան ուտելու, սնվելու կետեր, այսպես ասած։ Մաքսիմում պոնչիկանոց, ինչ-որ տես։ Հա։ Այդպես արագ մի բան պատրաստում էինք համեղ եւ ասում էին որ շատ լավ է իրական բոլորս էլ լավ էինք պատրաստում, 3 աղջիկով էինք ավելի շատ այդ խմբում։ Պատրաստում էինք որևէ բան եւ ծնունդներին անգամ մեր խմբի որևէ մեկի ծնունդին տորթը մենք էինք պատրաստում։ Այդպես եւ այդ տարիները օգնեցին ինձ սիրել իմ մասնագիտությունը, չվախենալ դժվարություններից։ Աշխատեցի, այո, 8 տարի իմ մասնագիտությամբ եւ պետական համակարգում եւ մասնավոր, բայց եկավ մի պահ, որ հասկացա կրթական համակարգում այդ բաց եւ մասնագիտական արդեն աշխատանքային բուն պրակտիկ ոլորտում կան բավականին բացեր եւ դժվարություններ, ինչը քիչ խոչընդոտում էր շարունակել այդ մասնագիտությամբ։ Չնայած շատ չէի ուզում թողնել կիսատ, որտեղ այն տարիներին դժվարություններով, որ ես սովորեցի, ափսոսում եմ, որ պիտի կիսատ թողնեմ։ Ծնողները չէին ասում ափսոս է, որ ես թողնում։ Ծնողներս իրականում միշտ ազատ ընտրության հնարավորություն են տվել մեզ, ասել են դուք եք որոշողը, իհարկե վճարովի սովորում էի, բարդ էր այդ ամեն ինչը, բայց ամեն դեպքում իմ մասնագիտությունը նաև ինձ հնարավորություն է տվել այդ պրակտիկությունը, հաշվարկելու կարողությունը, ճիշտ գծագրելու, թեկուզ մտովի ճիշտ գծագրելու այդ հմտությունները կիրառել նաև հետո ցանկացած ոլորտում աշխատելիս։ Այնպես որ զուր չկորավ ոչինչ։ Այնպես որ զուր չի կորել, չեմ ափսոսում եւ իմ ամենամեծ ձեռբերումը հենց իմ ընկերներն են, որոնց հետ մինչ այսօր կապը կա, միշտ հավաքվում ենք, իրար տեսնում ենք, խոսում ենք, այնպես որ կյանքում ես ասում եմ ոչինչ այնպես չի լինում, այո, թե ինչ-որ բան էլ չի ստացվում, գուցե բարին դա է եւ ամեն դեպքում ցանկացած անցած ճանապարհից պետք է վերցնես կարևորը, քաղել դասերը, վերցնել ամենալավը եւ շարժվել առաջ, որտեղ կյանքը միշտ նոր հնարավորություններ է տալիս։ Դեպի քաղցր կյանք ոնց եղավ անցումը։ Արև եւ այդ որոշումը բարդ չէր, արդյոք ի վերջո կար աշխատանք, կար անցած ճանապարհ, դժվարությունների միջով էի կանցել, բայց մեկ օրում վերցնել ու այդ ամենի վրա այսպես խաչքաշել, այրել կամուրջներ եւ լրիվ նոր աշխարհ գնալ։ Իրականում չայրեցի կամուրջներ, այնպես չի որ այրեցի, հասկանում եմ ոլորտ փոխվեց, բայց այդ ոլորտը էլի այդպես կտրուկ չեղավ ինժեներից դեպի քաղցր։ Այդ ընթացքում ես էլի այլ ոլորտում աշխատեցի, նաև աշխատեցի հրատարակչական ոլորտում 7 տարի։ Այդ ընթացքում եղավ այդ առաջարկը եւ ես սիրով ընդունեցի։
ու էլի շատ հետաքրքիր ինձ հետաքրքիր գրքերի աշխարհ, տպագրության աշխարհ, ինչպես է ծնունդ առնում գիրքը եւ առհասարակ ցանկացած տպագրություն եւ նաեւ այդ տարիներին հենց այո ես պիտի հայտնվեի այդ հրատարակչությունում որպեսզի լույս տեսներ նաեւ իմ գիրքը նույնն է ես միշտ զարմանքով եմ նայում այսպիսի մարդկանց ովքեր շատ հեշտությամբ փոխում են ոլորտներ տես որտեղ ինժեներությունը որտեղ հրատարակչությունը ոչ թե հեշտությամբ փոխում այլ կյանքը ինքնին ինձ տանում է այդ ճանապարհով ես ինձ էլ կարող են առաջարկել տանեմ բայց ես չեմ գնա ուրեմն այդ ճանապարհը քոնը չի Որովհետև մինչ այդ երբ որ ես պետական համակարգում աշխատում էի 2 տարի եղել եմ տվյալ կազմակերպության բավականին խոշոր կազմակերպություն էր գրադարանի վարիչը եւ արխիվի պատասխանատուն էլի իմ մասնագիտությամբ տվյալ պահին հաստիքը դեռ չկար ինձ առաջարկեցին լինել գրադարանի վարիչը եւ գիտքարտուղարի ասիստենտը որպեսզի մասնագիտությունից չկտրվեմ նաեւ այդ մասնագիտությամբ ինչ որ նյութեր անեմ այսինքն էլի ակամայից ես հայտնվեցի գրքերի աշխարհում Փոքրուց ես անդադ եղել եմ գրքերի աշխարհում, ես կարող եմ մի հաստափոր գիրքը մի օրում կարդայի, այդպես վերջացնեի։ Եվ ուզում եմ ասեմ ինքնաբերաբար մի ոլորտը մյուսին կապակցված, այսպես գնացել է։ Տեսեք, ես լսում եմ ինձ համար տարբեր են ոլորտները, բայց դուք կարողացել եք գտնել ընդհանուր բան եւ շարունակել ճանապարհը։ Որովհետեւ հայտնվելով հրատարակչությունում, էլի ես լծվեցի, ինչ որ ձեռբերումներ ունեցա, կայացա որպես մարդ, որպես այդտեղ նաեւ վաճառքի հմտություններ ձեռբերեցի, ինչպես հաճախորդների հետ, բնականաբար ես երբեք անհատապես չէի աշխատել հաճախորդների հետ, այդտեղ արդեն այդ հմտությունները ձեռբերեցի, ընթացքում էլի տարբեր ոլորտի մարդկանց հետ շփվելով ստեղծեցի կապեր, որոնք կարող եմ այսօր նաև կիրառել, այո, իմ գործունեության մեջ։ Բիզնեսի աշխարհ, ինչպես մտանք, չէ՞, որ այ կնոջ համար բիզնեսի աշխարհ, այո։ Հեշտ չէ։ Էլի շատ պատահական եղավ այդ ամենը, ես բացարձակ, այսինքն երբ որ հրատարակչությունից էլ արդեն դուրս եկա, հասկացա, որ ժամանակն է, որ ինքս ինչ որ բան նախաձեռնեմ, որտեղ բավականին հմտություններ ունեմ եւ կարող եմ ինքս ինչ որ արժեք ստեղծել, բայց դեռ պրպտումների փուլում էի եւ այնպես ստացվեց, որ այդ ընթացքում ուղղակի տատիկիս բացակայությունը շատ էի զգում, արդեն ինքը մի քանի տարի չկար եւ մի օր ուղղակի հասկացա, որ շատ կարոտել եմ իր պատրաստած հալվային։ Փորձեցի ինքս պատրաստել, ուզում եմ հասկանալ, ես կարող եմ արդյոք տատիկից նման պատրաստել, որտեղ միշտ երբ որ նա պատրաստում էր, ես նրա կողքին ուշադիր հետևում էի, ինչպես է անում դա, ինչպես է այդ էներգիան սերը դնում, որպեսզի այդքան համեղ է ստացվում այդ քաղցրավենիքը։ Այդպես փորձեցի եւ Այն մարդով իմ ընկերներից մեկը շատ լավ հայտնի մարդ է, բիզնես խորհրդատու եւ դեգուստատոր, ճիշտ եք հիշում Տիգրան ջան նախորդ եթերից, հյուրասիրեցի նրան եւ այդ գաղափարը հենց ինքը տվեց, որ ասած այն է, ինչ պակասում է մեր շուկայում, մեր երկրում, ես չեմ տեսել երբևէ նման արտադրանք եւ կարող ես մտածել այդ ուղությամբ։ Հետաքրքիր է, որ դուք հավատացիք։ Սկզբում ինքս մտածում էի, որ քանի որ մեր կանայք շատ արարող են, բոլորն իրենց տանը միշտ համեղ պատրաստում են եւ դա էլ բացառություն չէ, գիտեմ, որ շատեր իրենց տանը պատրաստում են եւ մտածում էի, ինչպես պիտի գտնեմ գնորդներ, որտեղ պիտի ես դա իրացնեմ, կամ ինչպես պիտի սկսեմ։ Գնորդներն իրենք եկան։ Եվ այո, հենց իմ ընկերն էր, որ շատ լավ ինքը այդ գաղափարը տվեց եւ ասաց մտածիր եւ գտիր ճանապարհը։ Եվ հենց այդ հրամայականն էր կարծես, որ ինքը ինձ տվեց մտածիր եւ գտիր։ Իսկ ես այն տեսակն եմ, որ ես չեմ կարող ինձ հանձնարարվածը չկատարել։ Տեսեք, դա մարդու տեսակ է։ Հիմա եթե ինձ ասեին, այ վերցրու սա արա, կստացի, կթաղեի այդ գաղափարը, կասեի չէ, չի լինի, հնարավոր չի։ Ես ուղղակի մի հասկանալ, եթե տեսեք, եթե ինձ ինչ որ բան կապ չունի, որ դա գաղափար ինձ հանձնարարեցին։ Եթե տվել են ինձ աշխատանք, որ ես պիտի կատարեմ, ինձ հավատացել են, տվել են հանձնարարել այդ աշխատանքը, ուրեմն ես իմ ամբողջ ներուժի չափով, իմ կարողություններով պիտի անեմ դա շատ լավ։ Ես ամեն ինչ անեմ իմ քնի հաշվին թե չէ, ես միլիոն պաստար կբերեի եւ կապացուցեի, որ դա չստացող բան է։ Բայց հաջողում են այն մարդիկ ու այն իրավիճակներ, երբ մարդն իր տեղում է։ Սա շատ կարեւոր է։ Տիգրանը հետաքրքիր բան է ասում, միանգամից հակափաստարկներ կբերեր, որովհետեւ իրենը չի։ Ես կասեի շուկան հագեցած է, չի լինի եւ այլ երբ կհայտնվեր գաղափար, որ իրապես քոնը կլիներ, դու այդ հակափաստարկները չէիր բերի։ Բայց տես հիմա մեր առջև նստած է վառօրինակ։ Պատրաստել սիրում եմ, ինքս խոհանոց սիրում
սիրում է, չի գտել հակապաստակներ։ Ես սիրում եմ, օրինակ, եթե նույնը ասեին քրոջս, ինքը այդքան նախասիրություն չունի այդ առումով։ Կամ ձեզ ասեին բոլորովին այնպիսի ոլորտ, որը նախ չեք սիրում, երկրորդը ձեզ համար անհայտ է, այդ ժամանակ հակապաստակներ կան։ Ես ցանկացած ոլորտում գտնում եմ հետաքրքրություն։ Ես հիմա հետո էլի կասեմ ոլորտներ, որոնք ինձ բավականին հետաքրքրում են, հիմա ընթացիկ կասեմ, որովհետև երևի չգիտեմ, դա իմ ներքին չեմ կարող ասել, դա այն մշակույթից է, չեմ ասի համարձակ, գուցե դա իմ մանկությունից եկած իմ ծնողների տված դաստիարակությունից է սեր ամեն ինչի հանդեպ, այսինքն ամեն ինչում գտնել սեր։ Կամ մի ասած չէ ոչ մի բանի հանդեպ։ Կամ հետաքրքրություն բավարարելու եւ անդադար նորը սովորելու այդ կարողությունը կա իմ մեջ, այո, ես միշտ անգամ գրականություն է, որ մանկության տարիներին կարդում եմ, ես կարող եի կարդալ հեքիաթներ, անգամ հասուն տարիքում, եւ կարող եի կարդալ արկածային գրադարան, օգտվել դրանից եւ կարդալ պոեզիա, որոնք շատ տարբեր են իրարից, այսինքն ես ամեն տեղ գտնում եմ այդ հետաքրքրությունը։ Եվ դա էլ բացառություն չէր, ես փորձեցի, պրպտեցի, գտա, ուսումնասիրեցի, ինչ կարելի անել, ինչպես կարելի անել, շատ փորձեցի, այնպես որ մի օրում դա ստացա։ Նաև գիրք հրատարակեցիք եւ 2019-ին եմ դա սկսել, 2019-ի առաջին արտադրանքը եւ այսօրվա, եթե ես դնեմ համեմատության մեջ, ես ասում եմ, ես ինչպես եմ այդ որակով այն ժամանակ տվել, այնպես չէ որ լավ չէր, բայց հաստատ այն իդեալականին մոտ վիճակը չէր։ Սուտ կատարելագործվել։ Այո, ես հենց դա եմ ուզում ասել, որ ես անգամ դա արեցի, բայց չասեցի, ահա, եղավ ու վերջ։ Ես ամեն օր ասում եմ, էլ ինչ անեմ, որ ավելի լավ որակով, ավելի գեղեցիկ, ավելի սիրուն փաթեթավորմամբ, այսինքն ամեն օր եմ աշխատում դրա վրա։ Դժվարություններից չընկճվեցիք։ Այսպես ասեմ, շատ են դժվարությունները, ես ամեն օր եմ բախվում դժվարությունների։ Բայց դրանք նորմալ չեն։ Նորմալ են հատկապես մեր երկրում, որովհետև հնարավորությունները երբեմն լինում են, բայց միջոցները չեն լինում, միջոցները լինում են, հնարավորությունները չեն լինում, այսինքն այնպես չի որ բոլոր ճանապարհները հեշտ ու հանգիստ։ Բայց չէ որ դժվարություններն են մեզ կոփում եւ տալիս լուծումներ, եթե դրանք չլինեն, գուցե մենք մեր աճը չգրանցենք ամբողջությամբ։ Իհարկե, Լուսինե ջան, թե ես այս ճանապարհը չանցնեի, ես չէի լինի այն ինչ որ կամ այսօր։ Եվ դուք շատ գոհ եք, չէ՞, ինչ որ կա այսօր, եւ ես նայում եմ հերուն, թե ինչ պիտի անեմ, որ հետո լինեմ այն, ինչ որ ուզում եմ լինել այսօր։ Նոր աշխարհներ, որ պիտի բացահայտեք պլաններում կան, որոնք են։ Եթե գաղտնիք չի, եւս մեկ նոր աշխարհներ, եթե հենց բիզնեսի հետ կապված, դա պարտադիր չի, բայց ոլորտների եկեք այդպես դիտարկենք։ Ոլորտների իմ նախասիրություններից եւս մեկը, որով գուցե եւ զբաղվեի, եթե չզբաղվեի այսօր այս աշխատանքով, դա լուսանկարչությունն է։ Խնդրեմ։ Գիրք հրատարակեց, տես։ Կային ժամանակ, երբ որ ես մոտ 2 տարի ֆրիլանս էի աշխատում, այսպես ասած, ազատ գրաֆիկով, հանրային ռադիո եթերում փորձեմ քիչ օտար բառեր օգտագործել, երբ ազատ ժամանակ ավելի շատ ունեի, պարզապես լուսանկարչական ապարատը վերցնում էի եւ դուրս էի գալիս քաղաք, շրջում էի ու չէի նաև եղանակին անձրև է, ձյուն է եւ այլն, շրջում էի, նկարում էի։ Մարդիկ էին հիմնականում, թե կապ չունի։ Չէ, ես զուտ ինձ համար, մեր ինչ որ բնության տեսարաններ, տարբեր մարդկանց չէի նկարում։ Ես նկարում էի այն, ինչ որ գեղեցիկ էր իմ քաղաքում։ Հետո ինչ եկավ։ Ավելի շատ արշավների էի գնում, մեր տեսարժան վայրերն էի նկարում, պարզապես տեղադրում էի մեջում։ Իմ սոցցանցում Եվ հետաքրքիր էր, որ այս բիզնես գործունեությանս ընթացքում, երբ դասընթացների էի նաև մասնակցում, ինժեներների համար հենց հատուկ կազմակերպված, այդ ժամանակ նաև անցանք լուսանկարչական դասընթացներ եւ մի հայտնի լուսանկարչի մոտ, ով նայելով իմ աշխատանքները ասաց, որ շատ գեղեցիկ աչք ունեմ, շատ սուր աչք ունեմ եւ կարող եմ զարգացնել հմտություններս։ Այո, կադրը տեսնում եմ, բնականաբար պետք է կրթվել ավելի պրոֆեսիոնալ հմտություններ ձեռք բերել, բայց ասես դու կարողանում ես տեսնել եւ հասկանալ ինչը պետք է նկարես։ Ինչպես են այդ մարդիկ հայտնվում ձեր կողքին իրենց ճիշտ խորհուրդներով։ Դա էլ լսում եւ զարմանում եմ։ Դա էլ է հետաքրքիր, երբ որ ես սկսում էի բիզնես իմ գործունեությունը, ես գաղափար անգամ չունեի, որ հայտնվելու էի
այդ նախագծում կին ձեռներեցներ, որը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ես պարզապես տեսա հայտարարությունը, դիմեցի ու մտածելով որ հերթական ինչ որ ծանոթներով երևի ընտրություն է լինելու բայց չմտածեցիք չէ որ անիմաց ժամանակ եմ ծախսել չեմ գնա բայց գնացիք զանգեցի կանչեցին հարցազրույցի երկու փուլերը անցա եւ արդեն կանչեցին դասընթացների երամսյա դասընթացների մասնակցեցի բիզնես գիտելիքներ ձեռք բերեցի եւ դա եւս նոր միջավայր ձևավորեց, նոր կապեր, նոր հմտություններ, նոր աշխարհ, այսպես ասած։ Մեր կանայք ինձ միշտ զարմացրել են ու շարունակում են։ Եվ այդ լուսանկարչական հմտությունները նաև հենց այսօր իմ գործունեության մեջ են ինձ օգնում։ Ինձ օրինակ հետաքրքիր է տևական ժամանակ, երբ որ մի գործով եք զբաղվում եւ նոր բացահայտում չկա։ Զգում եք լճացման ինչ որ բան եւ սկսում փորփրել ու փնտրել նորը, որպեսզի այդ լճացումից խուսափեք։ Այո, լինում են նման պահեր, բայց ես աշխատում եմ չտրվել այդ էմոցիաներին, այսպես ասած, եւ դրա համար ես պարբերաբար նաեւ կրթվում եմ մասնագիտական բիզնես գիտելիքների առումով եւ մարքեթինգային եւ բիզնես պարբերաբար այդ դասընթացներին եմ մասնակցում, որպեսզի ժամանակին համընթաց կարողանամ քայլել, ժամանակի հրամայականները կարողանամ ճիշտ ընկալել եւ ժամանակի այո, ամեն ինչը ճիշտ պետք է անել, որովհետև եթե ես անում էի այն ինչ 19 թվականին անեմ հիմա, դա չի ընկալվի եւ կստացվի, որ նույն տեղում դոփում եմ։ Դրա համար պետք է միշտ գտնել նորը, գեղեցիկը, ժամանակի պահանջին համապատասխան։ Երբեք չկորցնել նորը եւ աշխարհը նորովի բացահայտելու կարողությունը։ Այո, աշխարհն այնքան մեծ է, որ մենք միշտ անելիքներ ունենք եւ բացահայտելու մեծ այս հրաշք պատմությունը մենք շարունակենք դեռ կարճատև դադարեցնենք, որից հետո դեռ կզրուցենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Իմյանը կապոտա չէ, քանի սանը չեր մարգոշը
Սուրճ ու սեր առավոտից։ 10:33 րոպե հանրային ռադիոն սիրով աշխատում է ձեզ համար։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս ձեզ հարգելի ռադիոլսողներ եւ հերթական զանգն ունենք, ողջունենք ռադիոլսողին։ Ես կասեի զանգի երկրորդ սերը։ Երկրորդ մասը խոստացանք, որ լուրերից հետո կլսենք մեր ռադիոլսողին եւ եւս մեկ անգամ ասում ենք բարի լույս։ Ալո։ Մենք ենք լսում ձեզ, նորից բարև ձեզ։ Նորից շարունակում եմ։ Ես կարող եմ խոսել։ Խոսեք։ Այո, բայց հիշեցնենք մեր հարցը, ինչով կզբաղվեիք հիմա, եթե ունեք ազատ ժամանակ եւ նաեւ մասնագիտության առումով ինչ կուզեիք աշխատել։ Ինչ, ունում եմ լսեք լուսան, որի կաց խոսեմ, Այո, լսում ենք, ասեք։ Լսում եք։ Այո։ Ուշադիր։ Լուսան, ես պրի ձեզի համար ձեր հավանագի կապակցությամբ խելքի կախում առաջարկություն ունիմ, որ հանրայինի տանք ակադեմիականի կոչում, աղջիկյան։ Մարդեմ, Պոլիտեխնիկ ինստիտուտի դասախոս եմ։ Շատ հաճելի է։ 50 տարուց ավելի, բեսով շատ երկար խոսելու բան չունիմ։ Շատ հաճելի։ Ժամանակ, օրենքի տրամադրեք մի 4-5 րոպե։ Լավ։ Եվ կկդմիկ, դու կարող եք ինձ ասել, ես այդ ժամին կզանգեմ։ Հասկանալի։ Չեմ զզվծնելու սոդյան։ Շնորհակալություն։ Բոլորից ճանաչում եմ բանը, բոլորից ճանաչում եմ անունով։ Հասկանալի է։ Բոլոր հաղորդումները գիշերվանից սկսած ես տեսնում եմ։ Գիշերն ես արտում եմ ու կլսեմ։ Ձեր հեռախոսահամարը ֆիքսված է, մենք ձեզ կհեռացայինենք։ Կզում եմ, լսեք, ինչ որ կասեմ լսեք։ Լավ։ Ես բոլոր հաղորդումներին կարող եմ մասնակցել։ Հաճելի։ Երեգել չէ, սիրո մասին կուզեզակարնվել չեղավ։ Եթե հմի կնամ կարնվին Չէ, արդեն թեման փոխվել է ցավոք, բայց մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ։ Երկար խոսացի։ Շնորհակալություն։ Որ կարող եք ինձ։ Մենք ձեզ կհեռացայինենք, շնորհակալություն։ Ահա։ Այսպես լույս ջան։ Բայց ակադեմիկ կոչում։ Եվ մենք էլ կհամարվենք ավտոմատ ակադեմիկոսներ։ Հրաշալի ուղղակի, շնորհակալություն նման Մենք շարունակում ենք զրուցել Կոմիլֆո մարդկանց հետ եւ այդ մարդկանցից մեկը գործարար Արև Բալդերյանը շարունակում է մնալ մեր տաղավարում։ Մարտով սկսել է ինժեներական այսպես ուղուց, այնուհետև ֆրանսիան աշխարհ, տպագրական աշխարհ, ստեղծագործում է, գրում է բանաստեղծություններ եւ այսօր հաջողությունները գրանցում բիզնեսի դաշտում։ Ահա։ Եվ սա դեռ ամենը չէ։ Ինչը բաց թողեցինք, էլ ինչերով եք զբաղվում։ Ինչը բաց թողեցինք մեր խոսքում։ Լուսանկարչությունն էլ ենք ֆիքսում։ Ահա, դա էլ պետք է մոռացել ենք։ Կարծում եմ նաև գրական դաշտում էլ ավելի գուցե եւ եթե չլիներ բիզնես գործունեությունս գրական դաշտում ավելի շատ կխորանայի, որտեվ նաև այդ տարիները մինչև 19 թվական բավականին ակտիվ եմ եղել այդ գործունեության մեջ, տարբեր հանդիպումներ, գրական միջոցառումներ։ Գուցե մենք կորցրել ենք այսօր անվանի բանաստեղծուհու։ Չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա, ամեն դեպքում իմ ընթերցողները շարունակում են ընթերցել, թեպետ այս պահին ոչ այդքան ակտիվ եմ այդ ոլորտում, բայց որքանով որ ասելիք ունենում եմ, պարտադիր գրում եմ, ունեմ նաև բավականին բանաստեղծություններ, որոնք դեռ չեն հրատարակվել, գուցե եւ գայտ օրը որ նորից զբաղվեմ, այո, հասունանապահը եւ հրատարակեմ նաև հաջորդ գրքերը։ Լավ, Արև, կա դաշտ, որտեղ դուք երբեք ոտք չեք դրել։ Կամ ձերը չգիտեք, հստակ որ դա ձերը չէ։ Չէ, օրինակ ես օթաչու չեմ դառնա, ես գիտեմ հստակ։ Ոյ, ես ոնց չէ։ Օթաչու։ Շատ լավն է։ Ոլորտ որտեղ չեմ լինի։ Բայց ոչ օթաչու։ Չգիտեմ, օթաչուն դա մի ուրիշ աշխարհ է։ Երևակայական լավ։ Հա, օթաչուն իրականում շատ հետաքրքիր է, բայց չեմ մտածել իրականում, հետաքրքիր։ Օրինակ բանկում կաշխատեի։ Ինձ երկրորդ օրը կազատ էին աշխատում։ Բանկում, այո, ժամանակին մտածել եմ դիմել, չէ, մտածեցի դիմել, բայց շատ ուսումնասիրելով ոլորտը, հասկացա, որ այնտեղ կա ինչ-որ սահմանափակումներ։ Դե օրինակ 9-ից 5-ը, չգիտեմ։ Ոչ միայն դա, չէ, այդ 9-ից 6-ի այդ չեմ խուսափում նման գրաֆիկով աշխատանքից, զուտ կատարելագործվելու առումով ավելի սեղմ են սահմանները։ Ավելի, չգիտեմ, երևի մի քիչ ավելի սառնություն կա բանկային ոլորտում, որը երևի իմը չէ։ Ամեն դեպքում այդ
ոլորտ չեմ փորձել։ Մենք ունենք ռադիոլսողին չի ասում։ Ողջունենք ռադիոլսողին։ Բարի լույս։ Բարի լույս, հարգարժան հաղորդավարներ։ Սրտանց ողջունում եմ ձեր հյուրին։ Իդեպ գեղեցիկ բանաստեղծություն գրող գրականության ոլորտում աշխատողը դժվար է կարողանալ բանկում աշխատելիս համաձայնել, բայց շատ սառը ոլորտ է, ցուրտ ոլորտ է։ Հիմա կնեղանան բանկերները մեզանից։ Ահա, ուզում եմ պատասխանել ձեր հարցին, ինչը կպատասխանեմ ձեր հարցին, ուզում եմ ձեր հյուրին մաղթել ստեղծագործական մեծ հաջողություններ, տեխնոլոգիայի զարգացման այս մեծ դարում գրել բանաստեղծություններ, դա առնվազն հերոսություն է, ըստ իս մարդիկ այսօր ավելի շատ հեռախոսի մեջ են, ավելի շատ այլ խնդիրներով են զբաղված, ես մաղթում ստեղծագործական լիքը հաջողություններ, եւ Տիգրան ջան, Լուսինե ջան, ուզում եմ պատասխանել ձեր հարցին, ազատ ժամանակի դեպքում լսում եմ գրքեր, համաշխարհային ոլորտի, այսպես ասած, մեծությամբ գրողների ստեղծագործություններ, եւ ամենակարևորը լսում եմ հանրային ռադիո, իսկ եթե ցանկանայի աշխատեի ռադիոյում կձևավորեի հաղորդումներ, նամանավանդ գրական գեղարվեստական ակամայից հիշեցի Արտուր Կարապետյանին եւ Լուսինե Գևորգյանին, ես համար գրական հաղորդումը այ կանեի այդպիսի գեղեցիկ ձևավորումներ ու ամեն բանաստեղծությունը կունենար իրան համապատասխան երաժշտությունը։ Շատ շնորհակալ։ Հրաշալի է ուղղակի, շնորհակալություն։ Ինչ հաճելի է, տես։ Ստեղծագործ մարդիկ ուրիշ են, էլի։ Եվ ի վերջո եկեք փաստենք մի կարևոր բան էլ, որ այն մարդիկ, որ սիրում են ստեղծագործել ու բացահայտել նորը, յուրովին գրականության աշխարհից չեն կարող նաև կտրվել, որովհետև հենց գրքերն ու ստեղծագործություններն են մտքի թռիչքն ավելի վառ դարձնում եւ հնարավորություն տալիս երևակայել ու բարձր։ Եվ ես վստահ եմ, որ հիմա բիզնեսում էլ դուք ստեղծագործական միտք եք ներդնում։ Պարտադիր, դա առանց դրա չի լինի, որովհետև բիզնեսում ամեն օր, ամեն պահի, այո, հենց գործարար բառը հենց դա է, գործարարել, ինչ որ բան արարել։ Դու պարզապես չես կարող, դա պլանային աշխատանք չէ, որ սառը դեպքով անես ու վերջ, այո, դա վաճառեցիր եւ վերջ։ Չէ, դա վաճառքի մասին չէ, դա մնայուն արժեք ստեղծելն է։ Ես ուզում եմ իմ երկրի համար, իմ եկող սերունդների համար թողնել ինչ որ արժեք, որը եւ թույլ չտալ մոռացվի մեր հայկականը, մեր գեղեցիկ ավանդույթները, այո, այն ինչ որ եկել է մեր դարերի խորքից, ես ուզում եմ դա պարտադիր փոխանցվի սերնդեսերունդ, իմ նպատակը առաջնային դա է, ոչ թե ինչ որ անուն ձեռք բերելը եւ ասել, որ ես գործարար եմ կամ բիզնեսով եմ զբաղվում, կարևորը արժեք ստեղծելն է, որով էլ ես այժմ զբաղվում եմ։ Շնորհակալություն, հրաշալի մտքերի կիսմամբ եւ այդքան անկեղծ լինելու համար, այո։ Այնպես որ անհնարին ոչինչ չկա, կարևորը ցանկությունն է, հարգելի ռադիոլսողներ, եւ մարդկային պատմությունները, այս իրական պատմությունները դրա վառ օրինակն են, ուղղակի պիտի գնաք երազանքի հետևից ու չվախենաք։ Պարզապես պետք է հավատալ սեփական ուժերին եւ ունենալ մեծ հավատ, չընկրկել, չվախենալ ոչ մի դժվարություններից։ Եվ գտեք հարմարավետության գոտի տարածք, որտեղ լիարժեք կզգաք ձեզ եւ կկարողանաք ձեր երազանքներն ավելի վառ դարձնել։ Օրինակ Վիգեն Եղիազարյանն ասում է՝ «Բարի լույս, ամառային ջերմառատ օր եմ ցանկանում, եթե ազատ ժամանակ ունենայի, քայլելու կգնայի Լոռու խիտ անտառներում»։ Եվ կարծում եմ, որ Վիգեն ձեզ մոտ նոր գաղափարներ կծնվեին այդ հրաշք բնության ներքո։ Գործարար Արև Բալդերյանի հետ էինք զրուցում եւ սնվում էինք նրա մոտիվացնող մտքերով։ Շնորհակալ եմ։ Հաջողություններ եք մաղթում։ Շնորհակալ, բոլորին լավ առավոտ եմ մաղթում։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:45 րոպե դուք շարունակում եք լսել հանրայինի առաջին ալիքը։ Եվ շարունակում ենք ասել բարի լույս հարգելի ռադիոլսողներ, շնորհակալություն ենք հայտնում նաև ակտիվ մասնակցության մեջ ջերմ խոսքեր փոխանցելու համար։ Շատ հաճելի է կարդալ, ընթերցել ձեր գրառումները, լսել ձեր ջերմ խոսքերը, իսկապես շատ հաճելի է եւ այդ ժամանակ ես հասկանում, թե որքան կարեւոր է ճիշտ մասնագիտություն ընտրելը, որովհետև երբ ոգեշնչվում ես քո ընտրած մասնագիտությամբ եւ սիրով ես դա անում, դու աշխարհի ամենաերջանիկ մարդն ես լինում։ Ինչ են գրում։ Ինչ են գրում, թե ես աբոյին հարց տվեցի, փորձեցի փիլիսոփայական հարց տալ, թե որն է ամենասիրելի մասնագիտությունը, իհարկե ես սպասում եի այդ նախաբանին, որ կախված է մարդուց, նրա նախասիրություններից, բայց նա առանձնացրել է մեզ համար աշխարհում ամենասիրելի մասնագիտությունները ըստ տարբեր հարցումների, եւ առաջին հորիզոնականում է բժիշկ վիրաբույժը։ Մարդկանց կյանքեր փրկելու գաղափարը շատերի երազանքն է, այո։ Դիզայներ, արվեստագետ, կարծում եմ ստեղծել, գործելու, արարելու, այսպես ասած ազատություն, ինքնաարտահայտման հնարավորությունն է շատ գրավիչ, ուսուցիչ դաստիարակ, մասնագիտություն, որը մարդկանց ուղեղ ու սիրտ է ձևավորում, հետաքրքիր ձևակերպում էր, ինչ խոսք, ինժեներ տեխնոլոգիա, տեխնոլոգ, ստեղծել բաներ, լուծել խնդիրներ, բնականաբար իրավական մասը չէր կարող անմասն մնալ, որովհետև դատավոր իրավաբան, այստեղ արդարություն հաստատելու, մարդկանց պաշտպանելու միտքը միշտ գրավիչ է։ Հետաքրքիր այստեղ աստղագուշակ, այս փակագծերում նշել է հոգեբան, կոչումով օգնող։ Այո, մենք գիտենք, թե որ հաճախ որքան գրավիչ են այդ տարբերակները։ Քո նշած, այսպես ասած, տիեզերագնաց, օդաչու, ավիատոր, սա եւս գիտենք, որ հատկապես փոքրիկների երազանքն է, չէ՞ Տիգրան։ Հաճախ փոքրիկներն ասում էին՝ «Հիշիր քո տարիներին, քո հաստատ խմբակիցներն ասում էին՝ տիեզերագնաց եմ ուզում դառնալ»։ Կային, չէ, այդպիսի երազանքներ, շատ էր այդպիսի։ Խոհարար, գաստրոնոմ, մատուցող դարձել է ամենասիրելի։ Ինչ մնաց այդտեղ։ Եվ 9-րդ հորիզոնականում է հաղորդավար լրագրողը։ Այո, եւ վերջում հետաքրքիր է, բայց ասեմ քեզ, որքան էլ տարօրինակ է, 10-րդ հորիզոնականում է ծրագրավորողը, game designer-ը։ Բա ժամանակակից նոր հերոսներ։ Իմ շրջապատում, ում հարցնում են, ասում են ուզում էկրանին երևալ եւ հաղորդում վարել։ Բոլորը երազում են։ Դա երազելը քիչ է, ամեն մեկն իր տեղում պետք է լինի, եւ դա պետք է չլինի մեկ անգամյա այսպես ցանկություն, այլ պետք է լինի մասնագիտության ընկալում։ Կարող է հանգյակի մեջ լինել։ Աբոն այդտեղ Աբո ջան, խտրականություն է, հաշվի առնելով, երբ բարևեցի, ասաց ողջույն Լուսինե ջան, այսօր եթերում ինչի մասին եք խոսելու։ Մեր հատուկ թղթակիցն է Աբոն, ինչևէ։
Ռուսեր առավոտից։ 10:51 րոպե, դուք շարունակում եք լսել Սուրճ ու Սեր առավոտից հաղորդումը հանրայինի ուղիղ եթերում, մենք դրուն ենք մի քանի րոպե ժամանակ եւ շարունակելով խոսել առհասարակ այ մասնագիտություններից, մարդ ով ընտրում է մի ուղի, հետո փորձում է ճանապարհի ընթացքում փոփոխել այդ ուղին, լավ է, երբ մարդը զբաղվում է իր սիրած աշխատանքով, կրկնակի լավ է, երբ մարդը լավ վարձատրվում է այդ աշխատանքի համար։ Կամ լավ է, երբ մարդը հոբին դարձնում է աշխատանք, զբաղվում է իր սիրած զբաղմունքով եւ վճարվում դրա համար։ Բիզնես։ Եվ վճարվում դրա համար։ Օրինակ դուք ուզեիք զբաղվել ֆուտբոլով կամ սպորտով։ Ես որ սպորտով զբաղվել եմ։ Օրինակ ինչ սպորտաձև կընտրեիր։ Իհարկե գիմնաստիկա։ Մարմնամարզություն։ Պատկերացնես դու լինեիր աշխարհի բարձր վարձատրվող մարզիկների ցանկում։ Չեմ երազը երբեք, որովհետև դա տանջալից մասնագիտություն է, ծանր, ֆիզիկական ծանր, գերծանր մասնագիտություն։ Թրջեցիր մի քանի անգամ ու գնացիր տուն։ Ծեծվում էր այդպես հեշտ է, հա, վերցրիր, պտտվեցիր, թռար ու վերջ։ Մի քանի անգամ պտտվեցիր։ Հա, մի քանի անգամ։ Հետաքրքիր է, կան աշխարհում օրինակ տասնյակներ, աշխարհում բարձր վարձատրվող հաղորդավարների տասնյակներ։ Իհարկե կան։ Ում եկամուտը կազմում է տարեկան ասենք մի քանի միլիոն դոլար։ Միլիոն, ոչ թե 1000, միլիոն։ Իհարկե կան, ինչի չգիտեի, այո։ Չլին դու այդ տասնյակում բայց չես ասում։ Բախտավոր, այստեղ են ասել։ Ունենք զանգ, լսենք ռադիոլսողն, հետո կշարունակենք թեման։ Բարի լույս։ Լսում ենք ձեզ, ով է մեզ միացել։ Վարդանն է խոսում, Մինասյան։ Հաճելի է։ Դերել է եկայսն դրված։ Մասնագիտության ընտրության հարցում եւ ինչպես նշեցիք, շատ կարեւոր է երբ դա հոբբի է։ Եվ իրականում ավելի մեծ հաջողություններ են դրանցում կյանքում եւ զբաղվում ես դրանով, իսկ իմ կարողը մի քիչ շատ տարբեր է ստացել տարբեր բնույթի աշխատանքները ունեցել։ Օրինակ։ Ну, երկու վարսակի կրթություն ունեմ, լեզվաբան քաղաքագետ, բայց երբեք դրանով չեմ զբաղվել։ Աբսուրդ բաներով միշտ ձգել է այդպես բաներին, ասենք մեքենայի օգտագործված յուղերից դիզել եմ թորել։ Օհո։ Իսկ հիմա ինչով եք զբաղվում, եթե գաղտնի։ Իսկ հիմա զբաղվում եմ մի այնպիսի բանով, որ այսօր Հայաստանում արտադրում եմ մեկ ես ու ներմուծում է Չինաստանի։ Ինչ թվաց Դուբայի շեյխը։ Օրինակ ինչ եք արտադրում։ Անուն մի տվեք։ Անենք, հա, նու գյուղատնտեսության բնագավառում է։ Բրավո։ Ես եմ հաստոցը ստեղծել, նու, այս կարգի։ Ծափեր, այդ հաստոցը ինչ է անում։ Դա էլ ասեք, թե չէ մենք հետաքրքրությունից այստեղ կմեռնենք։ Լսում եք, ծափերը ձեզ համար են հնչում հիմա։ Այդ հաստոցն ինչ է անում, հələ պատմեք։ Եթե ինչով կզբաղվեի հետո մեծագույն ցանկություն տենց երազանքի նման է, որ ասենք պատկերացրեք Լոնդոնում ունես գրքերի խանութ ու առողջության արտանում ես մի բաժակ սուրճ ու այդ մթնոլորտը մարդիկ Բա եղանակը, բայց եղանակը լավա չի ախր, այդ եղանակը լավա չի։ Եղանակը միշտ այս բաների ռոմանտիկ է։ Լավ։ Ինչ գեղեցիկ երազանք ունեք, մի տեսակ կինոյի նման, մաղթում եմ, որպեսզի դա իրականություն դառնա։ Ու արդեն մի քիչ ավելի բարձր տարիքում 60-ից եւ վրալեի բանտեն զոնտիկով, շարֆով։ Հա, ինչ հաճելի, ինչ լավն է։ Ես կառաջարկեի Բալին ընտրեիք։ Բալիում ավելի առավոտ է հետաքրքիր։ Աջան Բալի լողափերից մեկում մի հատ տուն ունեցեք ու սիրուն առավոտյան։ Չէ, չեք ուզում։ Չէ, Լոնդոն։ Ինչ որ չի զբաղվի։ Ահա։ Շատ լավ, ձեզ լավ օրենք մաղթում, շնորհակալ ենք պոզիտիվ զանգի համար։ Շնորհակալ ենք հրաշք երազանքները բարձրաձայնելու համար, իսկապես ֆիլմի էր նման երազանքները։ Ասում են նաև մասնագետները, որ երբ կարողանում ես երազանքներդ վիզուալացնել ու ամբողջությամբ տեսնել, դրանք իրականանում են, գիտեիր։ Այնպես որ ես վստահ եմ, որ մեր ռադիոլսողը կիրականացնի իր երազանքը։ Դե լավ, հենց իրականացնեն, թող մեզ հետ կապ հաստատեն։ Այո։ Վերադառնանք հոբին եւ մեծ գումարներ շարքին։ Դու գիտես, որ ամերիկյան Ինտեր Մայամի 38-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին
Երկրորդ տարին անընդմեջ հյուսիսամերիկյան ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն է համարվել։ Հա, ինչի չենք։ Ուշադրություն, Մեսսիի տարեկան աշխատավարձը $12 միլիոն է։ Պարտադիր բոնուսների հետ նա ընդհանուր եկամուտը ակումբից հասնում է մինչև $24 միլիոն։ Ես ընդհանրապես զարմանում եմ ինչու են մարդիկ աշխատավարձեր հաշվում։ Հիմա կարողացել է հասնել։ Այդ դրա համար հարցրեցի, այ կան հաղորդավարների տասնյակներ, թե ոչ։ Կարծում եմ կան, բայց այդ իրենց գործն է եւ եթե նրանք բարձր աշխատավարձ են ստանում, դա միայն իրենց հնարքն է եւ հնարավորության սահմանները, բրավո իրենց, ինչ ասենք։ Շնորհակալ գրանցել հաջողություններ կյանքում, լավ օր բոլորիս։ Մի հաշվեք ուրիշների աշխատավարձերը, եղեք ինքնաբավ եւ փորձեք ձգտել ավելին։ Բայց մենք կհրապարակենք տեղեկություն ունենալու դեպքում։ Լուսինե Մուրադյան, Տիգրան Հարությունյան։ Կհանդիպենք։